Իսրայելի օդուժը գիշերը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության Թեհրանի հյուսիսում գտնվող շենքին հարձակման պահին հեռուստաընկերությունը եղել է ուղիղի եթերում։ Հարվածից անմիջապես հետո հեռարձակումը դադարեցվել է։ Ալ Ջազիրա հեռուստաընկերության փոխանցմամբ հեռուստատեսության շենքին հասցված հարվածի հետևանքով կան զոհեր։ Թշնամիները չեն կարող պարտադրել Իրանի ժողովրդին ընդունել իրենց պահանջները։ Իրանի ռադիոհեռուստատեսության վրա հարձակումը ցույց է տվել, որ իսրայելցիները հուսահատության մեջ են ընկել։ Այս հարձակումը ցույց է տալիս վախկոտության գագաթնակետը, երբ նրանք չեն կարողանում հաջողության հասնել իրական մարտում, հարձակվում են քաղաքացիական կենտրոնի վրա, որը միայն ճշմարտությունն է ասում։ Հարյուրավոր վիրավորների մասին։ Good afternoon. Իսրայելական ռեժիմը միտումնավոր հարվածներ է հասցրել իրանական մի քանի խոշոր քաղաքների խիտ բնակեցված քաղաքացիական շրջաններին, որտեղ ապրում են միլիոնավոր մարդիկ։ Մինչ օրս 1480 մարդ է զոհվել կամ վիրավորվել, առնվազն 224 խաղաղ բնակիչ, այդ թվում կանայք եւ երեխաներ սպանվել են։ Իրանը վճռականորեն պաշտպանելու է իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք կենտրոնացել ենք միայն ագրեսիայի մեջ ներգրավված ռազմական եւ տնտեսական նպատակների վրա։ Իրանը պատերազմի կամ էսկալացիայի չի ձգտում, բայց մենք չենք վարանի պաշտպանել մեր ժողովրդին, մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Իրանական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 24 իսրայելցի, մոտ 600-ը վիրավորվել են, հայտնել են հրեական պետության իշխանությունները։ Իսրայելը խոստացել է շարունակել Թեհրանի դեմ գործողությունը, հավելելով, որ հակամարտությանը վերջ տալու միայն մեկ ճանապարհ կա։ Դուք ցանկանում եք դեէսկալացիա, ինչպես եւ մենք ցանկանում ենք դեէսկալացիա։ Ահա եւ վերջ, ամեն ինչ շատ պարզ է։ Էսկալացիան նշանակում է միջուկային ռումբ ստանալու Իրանի ձգտումը։ Էսկալացիան նշանակում է հրթիռներով հարձակվել մեզ վրա բոլոր կողմերից։ Դա էսկալացիա է։ Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության վարչության ստացած ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա եւ օգտվելով ընձեռված հնարավորությունից Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Թեհրանի սրտում գտնվող հրամանատարական կենտրոնին եւ վերացրել Ալի Շադմանիին, ամենաբարձրաստիճան ռազմական հրամանատարին եւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ անձին, ասվում է Ցախալի հայտարարության մեջ։ Այս ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ժամանակից շուտ վերադառնալ Վաշինգտոն Կանադայում կանալիք մեծ յոթնյակի գագաթնաժողովից եւ կարգադրում է Սպիտակ տանը ազգային անվտանգության խորհրդին իսցրավիրել, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ավելի վաղ իր Truth Social սոցցանցում Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի բոլոր բնակիչներին պետք է անհապաղ տարհանել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ամերիկացի առաջնորդը տագնապալից տրամադրություններ է առաջացնում։ Իրանը պետք է ստորագրեր միջուկային համաձայնագիրը, ինչպիսի խայտառակություն եւ մարդկային կյանքերի վատնում։ Պարզ ասած, Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Ես դա անընդհատ ասում եի, բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից։ ԱՄՆ նախագահը սպառնացել է Իրանին լուրջ հետևանքներով, եթե այն հարձակվի մերձավոր արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա, X-ում հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։ Նա մեջբերել է Թրամփի խոսքերը, որոնք նա ասել էր նախագահական ինքնաթիռում Կանադայից ԱՄՆ վերադառնալիս։ ԱՄՆ առաջնորդն ասել է, որ Վաշինգտոնը շատ ուժեղ կհարվածի, եթե Իրանը որևէ վնաս պատճառի ամերիկացիներին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լիցքավորող ինքնաթիռներ է տեղափոխել Եվրոպա, Իսրայելի եւ Իրանի միջև զինված հակամարտության ֆոնին։ Պոլիտիկո պարբերականը հղում անելով ռազմական շրջանակների երկու անանուն ներկայացուցիչների պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի տասնյակ ինքնաթիռների։ Դրանք անցյալ շաբաթավերջին թողել են իրենց ամերիկյան բազաները եւ տեղափոխվել Եվրոպա, նպատակ ունենալով աջակցել մերձավոր արևելքում ցանկացած գործողության, եթե Միացյալ Նահանգների զինված ուժերը սկսեն ել ավելի ակտիվորեն աջակցել Իսրայելին Իրանի հետ առճակատման հարցում։ It's not going to escalate the conflict, it's going to end the conflict. We've had Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ իրենց հարվածները տարիներ հետ են մղել Իրանի միջուկային ծրագիրը եւ ասել է, որ ամեն օր կապի մեջ է Թրամփի հետ։ Իսկ Իրանի